Ժողովուրդ ջան, ողջունում եմ էլի եմ ասում բոլորիդ, բարի երեկո, ուզում եմ ողջունեմ Հայաստանի Հանրապետության մեր գլխավոր գերագույն հրամանատարին պարոն վարչապետին, պարոն վարչապետ դուխով, դու մենակ չես եղբայր, նաև ուզում եմ ողջունեմ Հայաստանի Հանրապետության մեր ԱԾ-ի ղեկավարին, պարոն Աբազյանին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին Վահե Ղազարյանին, ժողովուրդ ջան։ Նաև ուզում եմ ողջունեմ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, Պետական ծառայության վերահսկողության պետ Ռոմանոս Պետրոսյանին և ազգային ժողովի նախագահին։ Նաև ողջունում եմ մեր թալին խոշորացված համայնքի ղեկավար Սափիան Տավրոսին և բոլոր կառույցի ղեկավարներին, ժողովուրդ ջան, բոլորիդ ողջունում եմ։ Ժողովուրդ ջան, ուզում եմ խոսեմ ու նաև ողջունեմ մեր Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին Աննա Վարդապետյանին, ժողովուրդ ջան։ Այսօր ազգային ժողովում շատ մեծ ու շատ կարևոր հարցերից մեկը քննարկվեց, ժողովուրդ ջան, որ մոտ մի 20 տարի նման տիպի դատախազ և շատ լուրջ մարդ, խելացի մարդ, բոլոր ազգային ժողովի դեպուտատների հարցերին ստույգ պատասխան տվեց, իր ձայնը լսելի է Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, ժողովուրդ ջան։ Ես ողջունում եմ քեզ, տիկին դատավոր, դու մենակ չես, մենք քո կողքին ենք, նաև ուզում եմ քննարկեմ Սեյրան Սարոյանի և մնացած թալանչիների մասին, ժողովուրդ ջան։ Տիկին Աննա Դանիպեկյանը, ժողովուրդ ջան, Սեյրան Սարոյան, ձեր թիմակիցներից կամ ընդդիմադիր ձեր այդ դաշնակ թիմակիցներից 100 հոգուցդ ավելի լավ տղա է։ Մեր Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը ձեր թիմակիցներից բոլորից լավ տղա է։ Ձեր մեջ նորմալ մարդ չկա։ Նաև ուզում եմ ողջունեմ մեր ազգային ժողովի բոլոր դեպուտատներին, ազգային ժողովի նախագահին, դուխով եղեք, մենք ձեր հետ ենք, ձեր կողքին ենք, դուք մենակ չեք, բոլորի ցավը տանեմ, դուք են մարդիկն եք, վստահելի, որ կանգնել եք պետության և պետականության կողքին, պարոն վարչապետի կողքին, մենք ձեր կողքին ենք։ Դուք խոսում եք, եթեր ես ունեցել, ձեր ասուլիսով տալիս ես, նաև խոսում եք գեներալների մասին է խոսքը, որ դուք խոսում եք բանակից, թալանից, ոչ մի բան չեք արել, ես Արարատ զոդում եմ ծառայել։ Այո, այն ժամանակվանից եք դուք ծախե,
Ես այդ ժամանակվանից մոտավոր տեղյակ էի։ Դուք թալանել եք թե հայոց բանակը, թե Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքները, բոլոր գյուղերը։ Ժողովուրդ ջան, ուզում եմ շատ կարևոր թեմայի շուրջ խոսեմ, տիկին դատավոր, ուշադիր լսեք, ոչ թե դրանք մենակ ծախել են Հայաստանի Հանրապետության բանակի զինվորի բոլոր տարածքները, նաև ծախել են համայնքապետերը, գյուղապետարանի աշխատող կազմը, ծախել են հողատարածքները, որը այսօր այս պահին համայնքներում չունեն պահոստային հողեր։ Նաև համայնքապետարանի նախկին աշխատողները քարտուղարներից հետ, գյուղապետերի ու տեղակալներից հետ, հասարակ ավականիներից հետ ունեն, փաստերով եմ ասում, ես Թալինի շրջան գյուղարագած ավանից եմ, եկեք տեսեք համայնքներում ինչա կատարվում, ժողովուրդ ջան։ Համայնքապետարանի բոլոր ղեկավարներից հետ ունեն 40, 30, 60, 50 հեկտարով հողեր, որոնք տարիներ շարունակ շահագործել են որպես արոտավայր ձևակերպել են, բայց տարիներ շարունակ հողի հարկեր չեն տվել։ Այն գյուղացուց վեկալել են հողի հարկերը, որ պարտաճանաչ ունեցել են մի հեկտար հող, մշակել են, որպեսզի կարողանան իրենց երեխաների պահեն, խեղդել եք հողի հարկերը, վեկալել եք, բայց կուտակված հողի հարկերը ով է տալու, ժողովուրդ ջան։ Հետաքրքրվեք ընկեր դատավոր, տիկին դատավոր, ողջունում եմ քեզ, դու մենակ չես, քո կողքին ենք, նաև հետևողական եղեք համայնքներով, հատիկ առ հատիկ մտեք մարզերով, բոլոր մարզերը ծախված են, բոլոր նախկին ղեկավարների սաղի վրա էլ քրեական գործեր կա ու քրեական գործերը հասել է մարդ ու կորել են բոլորի գործերը։ Հետևողական եղեք, նաև կան այս պահին էլ բոլոր կառույցներում այն աշխատողները, ովքեր որ տարիներ շարունակ նորից թալանել են մեր երկիրը, նորից թալանում են, ժողովուրդ ջան։ Հետևողական եղեք։ Ժողովուրդ ջան, խնդրում եմ բոլորիդ, օրենքը մեկն է, բոլորիս համար է։ Եկեք օրենքով, պետականորեն կանգնենք մեր պետության կողքին, մեր երկրի ղեկավարի կողքին։ Եկեք մի մարդու նման մուծեք ձեր հարկերը, ձեր տուրքերը, որպեսզի կարողանանք մի լավ բան անենք համայնքների համար, ժողովուրդ ջան։ Սա բոլորիս հարցն է, բոլորի խնդիրն է, սա պետության ամենամեծ խնդիրն է, ժողովուրդ ջան, որ պետք է հարկերը մի մարդու նման մուծեք, ժողովուրդ ջան, որպեսզի կարողանանք համայնքներում, քաղաքներում մի լավ բան անենք ժողովրդի համար։ Հետևողական եղեք, ժողովուրդ ջան։ Մատերի արանքով մի նայեք։
Այդ որ Սեյրան Օհանյան թալանել ես բանակը, այսօր էլ շան նման վնգստում ես, փողոց է քանում մարդկանց, ժողովուրդ ջան, խնդրում եմ, դրա հետևից մի գնացեք, դա այն մարդկանցից մեկն է, որ թալանել են հայոց բանակ ու հայոց երկիրը։ Հիմա էլ դուրս եք եկե փողոց, մտածում ես արդեն քո վերջն եկել է արդեն ու գալու է հերթով սաղինդ, չմտածեք, քնած տեղերիցդ էլ հանեն, ձեզի ծեծեն դու մեղավոր եք, որովհետև թալանել եք ես երկիրը, ոչ մեկը ժողովրդի ու պետության մասին չի մտածել, հիմա էլ դուրս եք եկել վարչապետի դեմ, վարչապետի թիմակիցների դեմ, քաղաքացիական պայմանագիր կուսակցության դեմ, դուք չեք կարող ոչ մի բան անեք, դուք մենակ կարող եք ձեր մոտը ստացվում էր թալանել, մարդկանց ձեռից խլել, բայց մենք թույլ չենք տա, թույլ չենք տվել ու չենք էլ տա, մենք կանգնած ենք մեր պետության, մեր ժողովրդի հայոց ազգի կողքին, այն աշխատասեր են գյուղացու կողքին, այո ես իմ մասով, մեր քաղաքապետը իր մասով, մեր երկրի վարչապետը իր մասով, ազգային ժողովի նախագահով, պատգամավորներով մենք այո կանգնած ենք պետության եւ ժողովրդի գյուղացու կողքին, ինչ է կարել գյուղացու համար, թալանել եք, հողերը վեկալել եք հեկտարներով, այսօր Թազաբաժան ընտանիքը, պատերազմի մասնակից մարդիկ ովքեր որ տնից 3-4 հոգի, 2 հոգի մասնակցել են, մի հողաբաժին հող չունեն, մի տնամերձ չունեն, տուն սարքեն։ Իսկ այն հարուստները փախան պատերազմից, թալանելով երկիրը, հազարավոր, հարյուրավոր, 40, 30, 20 հեկտարով հողեր եք վարձակալել եք, ձևակերպել եք որպես արոտավայր, մտածելով թե մտում դուք բոլորդ ֆերմեր եք, բոլորի ձեռից էլ օրենքով վեկալելու ենք, գալու եք դիմում գցեք, այդ հողերը տալու ենք են աշխատասեր են գյուղացուն, ովքեր որ իր հալալ քրտինքով ապրում ու պետության եւ պետականության հողի ու վարձի իր հարկերը տալիս է, ինչի համար եք վեկալել, բոլոր հողերի տերերը, մեկը Ամերիկա, մեկը Ռուսաստան, մեկը Երևան ապրում, մեկը անհայտ է ժողովուրդ ջան։ Կոչս բոլոր համայնքապետերին, խոշորացված համայնքի ղեկավարներին, վարչական ղեկավարներին, ողջունում եմ այոն նաև այն խոշորացված համայնքի ղեկավարներին, ովքեր որ կանգնած են պետության եւ պետականության ու ժողովրդի կողքին։ Դուրս եկեք փողոց, այն պաշտոնյաների մասին է, որ նստած տեղները գիտեք, կապ չունի իմ թիմակից եք, կապ չունի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից եք, կապ չունի դուրս եկեք, եթե կրում եք այդ պաշտոն այդ աթոռը, ուրեմն դուրս եկեք ժողովրդի հետ շփվեք, տեսեք ժողովուրդը ինչ մեծ խնդիր ունի։ Այո թալանել են բոլոր համայնքները, ժողովուրդ ջան, իմ գյուղից սկսած Հայաստանի Հանրապետության են ամենավերջի գյուղը, բոլոր ղեկավարները աշխատակազմով թալանել են մեր երկիրը։ Այսօր չունենք պաուստային հողեր, որպեսզի դիմորդին են, այն մարդը, որ դիմում է, տվեք ինձ։ Մի տնամերձ, որ տուն կառուցեմ, ապրեմ, մենք չունենք ժողովուրդ ջան, չկա, հասկանում եք, չկա։ Մեծ ցանկություն ունենք։ Մեր վարչական ղեկավարների, մեր համայնքի ղեկավարների հետ մեծ ցանկություն ունենք։ Բոլորիդ էլ օգնենք, բոլորի կողքին կանգնենք, բայց ընենց են արել։ Այս պահին չենք կարող մի լավ բան անենք ձեր համար։
բայց վստահ եղեք, կանգնած ենք ու կանգնելու ենք ձեր կողքին մետր առ մետր, կոպեկ առ կոպեկ, էդի ես եմ ասում արդեն, իմ մասով, իմ տարածքի մասով, իմ քաղաքապետի կողքը կանգնելով, որովհետև ես վստահ եմ, որ այն մարդկանցից մեկն է ու իմ նմանն է, հայրենասեր, ժողովրդի կողքին կանգնած մարդ, մենք կանգնելու ենք միմյանց կողքին ու ժողովրդի կողքին բոլորից մատից փուշ ենք անելու։ Իսկ այն թրջված ծննդի մատիները, այն քաշված ժողովուրդը, որ 5000 դրամով փողոց եք դուրս գալիս, Նիկոլ Դավաճանն եք գոռում, Դավաճանը դուք եք, թալանչիները դուք եք, եկեք ապացուցեք մենք ինչ ենք թալանել, ինչ ենք տարել, ինչ ենք առել, ինչ ենք ծախել, եկեք պարզ բացայան խոսենք, պարզ ճակատ, ես հիմքեր ունեմ շատ մեծ, էլ եմ ասում ողջունում եմ մեր դատախազին գլխավոր Հայաստանի Հանրապետության Տիկին Վարդապետյան մեծ հաճույքով քեզ հրավիրելու եմ մեր մարզ, մեր շրջան, նաև իմ գյուղ, Թալինի շրջան գյուղարագած Աբան։ Եկեք տեսեք, ես կներկայացնեմ ձեզ, ես կուզենամ, որ հանդիպեմ, ես շատ փաստեր ունեմ քեզ ներկայացնելու ու ես ներկայացնելու եմ միջև երկրի ղեկավարին։ Գյուղապետարանի, ցանկացած գյուղապետարանի կազմի ղեկավարներով թալանել են համայնքները։ Քարտուղարներից հետ 40 հեկտարով հող ունեն, 60 հեկտար հող ունեն, մարդկան մի 20 հեկտարն էլ արդեն այս քանի օրվա մեջն է արդեն, փորձում է ծախի, չեն կարա, գլոխները չաչալացնելու եմ, լավ իմացեք, օրենքով չաչալացնել եմ տալու, տանելու են դուք պատասխան եք տալու պետության, պետականությունից, ինչ եք գործել պետությունից, այս ժողովրդից, գյուղացուց։ Հիմա ընդեղ այն խնդիրը ունենք, որ մարդիկ այդ մի կտոր հասնել չունեն, բայց այդ ցեղասպանություն չի, կոտորում են ներսից, այս թուրքերի ու դավաճանների հետ, ներսի թուրքերից հետ, դրանք էլ են թուրք, ժողովուրդ ջան լավ եղեք, բոլորիդ շատ սիրում եմ, բոլորիդ հարգում եմ, հարգեք պետությունը և պետականությունը ժողովուրդ ջան, եկեք հարգենք մեկս մյուսիս, մեկս մյուսիս աշխատանքը ժողովուրդ ջան, գնահատեք պետության բոլոր կառույցի ղեկավարներին, էլ եմ ասում, ողջունում եմ բոլոր Հայաստանի Հանրապետության կառույցի այն ղեկավարներին, ովքեր որ ժողովրդի նիստուկացով հետաքրքրվում է ու զբաղվում է ժողովուրդ ջան,